Հարգելի հեռուստադիտողներ, այսօր համալսարանական ժամը ձեզ կներկայացնի Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի առօրյան։ Ֆակուլտետը համալսարանի առաջատար ստորաբաժանումներից է։ Այն իր գործունեությունը ծավալում է Բուհի կենտրոնական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում։ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը հիմնադրվել է 2004-2005 ուսումնական տարում առանձնանալով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետից։ Այսօր բանասիրական ֆակուլտետում սովորում են 271 ուսանողներ, որոնցից 213-ը բակալավրիատում, իսկ 58-ը մագիստրատուրայում։ Իր ողջ գործունեության ընթացքում բանասիրական ֆակուլտետը ունեցել է 855 շրջանավարտներ, նրանցից 43-ը եղել են արդեն մագիստրոսներ։ Ֆակուլտետում իրականացվում են կրթական ծրագրեր հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությունների գծով։ Դասաժամերին միջանցքում տիրում է խորը լռություն, և միայն դռներին մոտենալով և ուշադրությունը լարելով կարելի է լսել հայ կամ արտասահմանյան, այս կամ այն նշանավոր երկի, քննարկում և վերլուծություն, հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի, լեզվական իրողությունների ցուցադրում, մեկնաբանում և կիրառում։ Ասում են, համալսարանի տնտեսական ոլորտի մի աշխատակցուհի այնքան է տարվել բանասիրությամբ, որ իր աշխատանքի զուգընթաց դռների հետևից թաքուն ականջ է դրել և մի քանի տարվա ընթացքում բավականաչափ գիտելիքներ է ձեռք բերել։ Ես Աթենիկ Թոմասյանն եմ, սովորում եմ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսում, նաև բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն եմ։ Ուսմանս համատեղ աշխատում եմ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում, որպես դերասանուհի։ Մասնագիտությունս ինձ շատ է օգնում աշխատանքում։ Երբ ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, ես վստահ էի իմ ուժերի վրա և հիմա վստահ քայլերով գնում եմ առաջ։ Բանասիրական ֆակուլտետում ուսուցանում են ոչ միայն լեզու, այլ նաև գրականություն առարկաները։ Լեզվաբանական գիտությունների մեջ ուսումնասիրում ենք ժամանակակից հայոց լեզուն, արևմտահայերեն, ընդհանուր լեզվաբանություն առարկաները, իսկ գրականագիտական դասընթացներում ձևավորվում է ուսանողի խոսքի արվեստը և գրական ճաշակը։ Մարինի լեզվի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ ձեռք բերելու գործում ուսանողներին աջակցում է հայոց լեզվի ամբիոնում աշխատող հմուտ դասախոսական կազմը։ Դասախոսը ոգևորված է, պարոն Համբարձումյանն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն։ Տեսնենք, թե հայոց լեզվի պատմության ինչ էջեր են քննարկում լսարանում։ Բարև ձեզ։ Պարոն Համբարձումյան, ուսանողները հետաքրքրվում են հայոց լեզվի պատմության էջերով։ Հետաքրքրվում են, մշակումներ են անում, դասավորությունների շատ լավ են մասնակցում, հազարավոր գրականությունը կարդում են և հաջորդ օրը, հաջորդ դասին, այսինքն քննարկում ենք այդ արածը և մեծ մասամբ հաջողություններ ենք հասնում այդ բնականաբարում այդ հարցի հետ կապված։ Եղավ, շնորհակալություն, չխանգարենք դասի ընթացքը և դուրս գանք։ Գիտական ու մանկավարժական գործունեության բնագավառներում ճանաչված մասնագետներ են նաև ամբիոնի մյուս դասախոսները։ Պարոն Արաքելյանն է, բանասիրական գիտությունների թեկնածու, Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը։ Ինչ-որ ստեղծագործություն են քննարկում, եկեք չխանգարենք, պարզապես դռան բացվածքից հետևենք։ Ֆակուլտետում սովորող ուսանողները շնորհիվ հարուստ գրականություն ունեցող գրադարանի ու ընթերցասրահի մշտապես հնարավորություն ունեն ծանոթանալու հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններին։ Ինչ բանասիրական ֆակուլտետի ուսանող, եթե չօգտվենք գրադարանից։
Բանասիրական ֆակուլտետում սովորելը ուսանողին տալիս է ոչ միայն գիտական, այլ նաև հոգևոր ծնունդ, որը մեզ մեծ հոգատարությամբ եւ սիրով տալիս են մեր շատ սիրելի ու հարգելի դասախոսները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր գիտելիքները եւ հմտությունները զարգացնելու ուղղությամբ։ Բանասիրական ֆակուլտետը ունի նաև ավանդույթներ, որոնք պահպանում են բանասիրական ֆակուլտետում սովորող յուրաքանչյուր ուսանող։ Օրինակ, այդպիսի ավանդույթներից է փետրվարի 19-ին ԳՊՀ գրադարանին գիրք նվիրելը։ Մենք շատ ենք կարևորում այդ ավանդույթը, որովհետև գիտենք, որ մեր գրադարանը ստեղծվել եւ հարստացել է գրքի նվիրատվությամբ։ Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Գավառի պետական համալսարանի գրադարանին նվիրել եմ գրքեր եւ շատ ուրախ կլինեմ, եթե մեր ուսանողները օգտվեն այդ գրքերից։ Գեղեցիկ է այդ մշտական շփումը հարստացնում է բանասիրական ֆակուլտետի ուսանողների ներաշխարհը, հնարավորություն տալիս առաջին քայլերը կատարել գրական ասպարեզում։ Իսկ այստեղ ասմունքում են։ Չեմ մոռացել։ Թույլ տուր մտածեմ, որ չես հեռացել, որ դեռ ապրում ես իմ հիվանդ սրտում, որ կա մի ձայն, որ ինձ ասում է. Ես քեզ սիրում եմ, թեկուզ եւ հեռվում։ Ես այն տպավորությունը ունեմ, որ մեր համալսարանում ստեղծագործողներ կան եւ ստեղծագործում են բավականին բարձր որակով։ Նրանք ունեն զգացմունք, ունեն ժամանակակից լեզվամտածողություն, որը նրանց օժտել է հատկապես բանաստեղծական ձիրքով։ Ես գոհ եմ ստեղծագործող ուսանողներից, պարզ է, որ ոմանք իհարկե դեռևս զարգացման ճանապարհ ունեն, բայց կան նաև ստեղծագործողներ, որոնք արդեն որոշակիորեն ձևավորված անհատներ են։ Այս կուրսում եւս կան լավագույն ստեղծագործողներ Աննա Նադարյան, Աղոյանում էր եւ ուրիշներ։ Ես կասեի, որ մեր համալսարանը իր ստեղծագործ անհատներով ոչնչով չի զիջում մայրաքաղաքի բուհերին եւ կարելի է ասել, որ այստեղ դեռևս մարդիկ ավելի շատ են ընթերցում եւ ավելի շատ են հավատում գրականությանը։ Ֆակուլտետում ուսուցանվող օտար լեզուների շարքում առանձնահատուկ տեղ ունի ռուսերենը, որը մեր ժողովրդին պատմականորեն ու մշակութային առումով առավել հարազատ լեզու է։ Ահա, եւ Տիկին Մուքսիխաչյանը։ Նույն ինքը Ասիա Միխայլովնան, մանկավարժական գիտությունների թեկնածուն, Գավառի պետական համալսարանի դոցենտ, Գավառի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչը։ Բարև ձեզ։ Տիկին Մուքսիխաչյան, իսկ ո՞ւր եք այդպես շտապում, կարելի է իմանալ։ Ինչպես գիտենք, այս ուսումնական տարին հայտարարված է կրթության որակի բարձրացման տարի։ Այդ համատեքստում ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնը մեծ աշխատանքներ է ծավալել եւ հիմա ես գնում եմ դասալսման, քանի որ մեր ամբիոնը շատ է կարեւորում փորձի փոխանակումը եւ փոխադարձ դասալսումները։ Համեցեք մեզ հետ գնանք լսարան։ Ռուսաց լեզու եւ գրականություն բաժնի ուսանողներին գիտելիքներ են հաղորդվում ռուսերենի դարձվածքաբանության, շարահյուսական ոճաբանության կանոնների եւ խոսքային գործունեության հոգելեզվաբանական առանձնահատկությունների վերաբերյալ։ Я учусь на филологическом факультете по специальности русский язык и литература. Выбрала именно этот факультет, потому что хотела поближе познакомиться с русской культурой, войти в богатейший мир русской литературы и изучить русский язык. Я рада, что поступила именно на факультет русской филологии, потому что, на мой взгляд, именно филологические науки способны всесторонне развивать интеллект, выявлять и развивать скрытые таланты, открыть в личности лучшие человеческие качества. И важнейшим фактором развития личности считается также его приобщение к чтению. Хочется поблагодарить и преподавателей за их кропотливый труд, за внимание к студентам, за умение преподать сухие академические научные данные в индивидуальной и интересной интерпретации. Между прочим, я тоже проявляю большой интерес к русскому языку и литературе и очень хотела бы присутствовать на вашем уроке. Но поскольку нам предстоит еще много работы, я должна покинуть вас. До свидания. Ժամանակակից աշխարհում գնալով ավելի է մեծանում անգլերենի իմացությամբ մասնագետների պահանջարկը։
Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ամենահաճախ օգտագործվող աշխատանքային լեզուն հանդիսանալով անգլերենը նաեւ հուսալի հաղորդակցման միջոց է։ Այն մայրենի լեզվի կարգավիճակով օգտագործում են աշխարհի 12 երկրներում բնակվող շուրջ 500 միլիոն մարդ, եւս 600 միլիոնը օգտագործում են անգլերենը որպես երկրորդ մայրենի լեզու։ Աշխարհի 62 երկրներում պաշտոնական կամ կիսապաշտոնական պետական լեզվի կարգավիճակ ունեցող անգլերենի դասավանդումը համալսարանում շատ արդյունավետ է։ Դրա վառապացույցը անգլերենի ոճաբանական ու դարձվածքային առանձնահատկություններին վերաբերող գիտական հոդվածներն են, որոնք ներկայացվում են հանրապետական տարբեր գիտաժողովներում։ She began to cry and cried louder and louder and could not be comforted. Սկսում է աղի լաց լինել։ Համեմատենք նախադասությունների հաջորդ զույգը։ Something came creeping splish splash splish splash up the marble staircase. Չլըպ մինը մարմար սանդուղքներով բարձրանում են։ Այս նախադասություններում օրինակ առկա է բնաձայնության կրկնություն եւ դա ներկայացնում է կենթանու մոտենալը ոչ թե որպես վիճակ, այլ որպես ընթացք։ Սոնա Սիմոնյանի չարի եւ բառու ակամարտության լեզվամշակութային դրսևորումները գրիմ եղբայրների հեքիաթներում եւ դրանց հայերեն, ռուսերեն եւ անգլերեն թարգմանություններում վերնագիր ունեցող հոդվածը ներկայացվել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովում եւ առաջիկայում տպագրվելու է համալսարանի գիտական հոդվածների ժողովածուում։ Անգլերեն լեզու եւ գրականություն բաժնի ուսանողների համար հաղորդակցման հմտությունների զարգացման տեսակետից կարևոր նշանակություն ունեն արտերկրից հյուրընկալվող մասնագետների հետ շփումները։ Գավառի պետական համալսարանը պարբերաբար հյուրընկալում է օտարերկրացի հյուրերի, ովքեր կամավորական սկզբունքներով դասավանդում են Հայաստանի Հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններով։ Նրանցից մեկը Միսիս Էմիլին է, ով աշխատում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կրթական ծրագրերում որպես անգլերենի դասավանդման մեթոդիստ։ Միսիս Էմիլի, կխնդրեի մի քիչ պատմեիք, թե Հայաստանում ինչով եք զբաղված։ I've been here for almost 7 months and I'm working as a Peace Corps. Մոտ 7 ամիս է ինչ այստեղ եմ եւ աշխատում եմ որպես խաղաղության կորպուսի պատասխանատու կամավոր։ Ինչը մի փոքր տարբեր է սովորական կամավորից։ 11 տարբեր համայնքների դպրոցներում աջակցում եմ անգլերենի ուսուցիչներին։ 3-ից 12-րդ դասարանների շրջանակներում իրականացնում եմ մի ծրագիր, որի հիմնական նպատակը երեխաներին միմյանց կամ ուսուցչի հետ սահուն անգլերենով խոսել սովորեցնելն է։ Պարզապես գրել կարդալ սովորելուց զատ։ Անգլերենի տիրապետումը համալսարանի ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, եվրոպական այլ երկրների բուհերում, շնորհիվ համալսարանի կնքած միջազգային համագործակցության պայմանագրերի։ Բանասիրական ֆակուլտետում որպես երրորդ օտար լեզու դասավանդվում է գերմաներենը։ Ահա սա էլ մեր լինգաֆոնային կաբինետն է։ Այստեղ ուսանողները հնարավորություն ունեն լսել ռուսերեն, անգլերեն, գերմաներեն կենթանի խոսք։ Դե ինչ, ներս անցնենք։ Մեր լսարանում գերմաներենի դասեր եւ մենք իրականացնում ենք այս պահին ունկնդրում։ Գերմաներենը մեր ուսանողների համար համարվում է որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու, բայց կարող եմ ասել, որ առաջի օտար լեզվի հետ անգլերենի հետ համեմատած մենք ոչ մի թերացում չունենք, այսինքն մենք սկսում ենք սկզբից լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A1 մակարդակից սկսում եւ հասնում ենք B1 մակարդակը, ավարտում ենք B1 մակարդակով եւ իրականացնում ենք խոսքային գործունեության բոլոր տեսակները։ Ուրեմն դասագիրքը ընտրված է այնպես, որ իրականացնում ենք մենք ընթերցում, ունկնդրում, խոսել եւ գրել։ Այս պահին ունկնդրումներ, ունկնդրումը կատարելուց հետո մենք անցնում ենք տեքստերի աշխատելու։ Եվ այսօր մենք գիտենք, որ օտար լեզվի դասավանդման մեջ շատ կարեւոր է հաղորդակցական հմտությունների զարգացումը եւ մեր ամբողջ աշխատանքը ուղղվածությունը հաղորդակցական ունակությունների զարգացմանն է տարվում։ Ահա ակադեմիական քաղաքականության վարչության աշխատակցուհի Լիլիթ Թորչյանը։ Բարև ձեզ։ Ընկեր Թորչյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտ է, իսկ հիմա աշխատում է Մայր բուհում։ Ընկեր Թորչյան, ինչ կասեք այդ մասին։
Նախ շատ հպարտ եմ եւ ուրախ եմ, որ ավարտել եմ հենց այս բուհը Գավառի պետական համալսարանը, որը թե գիտելիքների եւ թե փորձ ձեռք բերելու առումով շատ բան է ինձ տվել, եւ ուրախ եմ, որ աշխատում եմ մի միջավայրում, որը տարիների ընթացքում արդեն հասցրել էր հարազատանալ ինձ համար եւ հետագայում նպատակ ունեմ իմ ստացած փորձը եւ գիտելիքները ակադեմիական շրջանակներում ավելի խորացնել։ Շնորհակալություն։ Դե ինչ, անցնենք առաջ։ Ակադեմիական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդ մասնագետներին զորավի մեծ գիտական ներուժ եւ մանկավարժական հարուստ փորձ ունեցող ֆակուլտետի դասախոսական անձնակազմը։ Մեր ամբիոնները համալրված են հանրապետության լավագույն դասախոսներով։ Շատ ունենք հրավիրված դասախոսներ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններից, որոնց միջոցով պահպանում ենք սերտ կապը մայրաքաղաքի բուհերի հետ։ Գեր Բադալյան, իսկ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները ինչ աշխատանքային հեռանկարներ ունեն։ Մեր շրջանավարտները տարեց տարի համալրում են մարզի կրթության ոլորտը, լրատվության ոլորտը։ Մենք շատ ունենք շրջանավարտներ, ովքեր տարածաշրջանում արդեն ճանաչված, սիրված ուսուցչուհիներ են, մանկավարժներ։ Շատ կան մեր ԳՊՀ դասախոսների շարքում շրջանավարտներ, ինչպես արդեն նշեցի, ովքեր սիրով շարունակել են իրենց գործունեությունը Գավառի պետական համալսարանում եւ այժմ աշխատում դասավանդում են մեզ մոտ։ Նրանց շարքում կան մարդիկ, ովքեր արդեն պաշտպանել են իրենց տեխնացուական ատենախոսությունները եւ գիտության տեխնացուներ են։ Մենք ունենք Վարսիկ Ներսիսյան, ունենք Լուսինե Ղրեջյան, ովքեր սիրով շարունակում են դասավանդել Գավառի պետական համալսարանում։ Ես ինքս հանդիսանում եմ Գավառի պետական համալսարանի շրջանավարտ։ Գավառի պետական համալսարանի հետ կապված իմ կարիերան սկսել եմ որպես նախապատրաստական դասընթացի ուսանող եւ այնուհետեւ որպես ԳՊՀ ուսանող, շրջանավարտ, այնուհետեւ ԳՊՀ աշխատակցուհի։ Վաղ եմ ունեցել այդ տարիների ընթացքում լսել այնպիսի մեծերի դասախոսություններ, ինչպիսիք են Կիմ Աղաբեկյանը, Ազատ Եղիազարյանը, մեր սիրելի դեկան Վիկտոր Կատվալյանը, Հրանուշ Հակոբյանը եւ ին դասախոսների գեղեցիկ ծաղկի փնջի թակն ու պսակը հանդիսացող մեր հիմնադիր ռեկտոր ընկեր Հրանտ Հակոբյանը։ Նրանց աշխատանքը մեզ համար հսկայական փորձի պաշար է, որին մենք ամեն վայրկյան անդրադարձ ենք կատարում, հիշում ենք եւ օգտվում ենք նրանց գիտելիքներից։ Ապահովել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ աշխատաշուկայի համար։ Այս խնդրի լուծումը հնարավոր չէ պատկերացնել առանց ուսումնական գործընթացի շարունակական բարելավման ռազմավարության։ Տեսնենք, թե ինչով է զբաղված բանասիրական ֆակուլտետի դեկան պարոն Վիկտոր Կատվալյանը։ Բարև ձեզ։ Պարոն Կատվալյան, իսկ կարելի է իմանալ ինչ հարցեր են քննարկում հիմա։ Նախանշում ենք աշխատանքներ մեր գործունեության բոլոր բնագավառների ուղղությամբ։ Նախատեսել ենք քննարկել եւ թարմացնել ուսումնական ծրագրերը հատկապես նկատի ունենալով, որ պետք է այդ ծրագրերում ներառվեն նոր թեմաներ, հաշվի առնելով գիտության զարգացման արդի շրջանը, նաեւ ուսումնական պլաններում պետք է դիտարկվեն, վերանայվեն հարցաշարերը, առաջադրանքները, գրականության ցանկը, այլ կերպ ասած ուսումնական ծրագրերը ամբողջովին պետք է հարստացվեն եւ թարմացվեն այս կիսամյակի ընթացքում։ Նախատեսում ենք գիտական սեմինարներ անցկացնել բոլոր ամբիոններում, որտեղ մեր դասախոսները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքները, քննարկվեն այդ աշխատանքները եւ ապագայում ներկայացվեն հրատարակման։ Մեծ կարևորություն ենք տալիս մեթոդական բնույթի աշխատանքներին, դեռևս անցյալ կիսամյակի վերջերից Գավառի պետական համալսարանում սկսվեց մեթոդական լսումների շարք, որտեղ մեր դասախոսները շարունակաբար ներկայացնում են ուսուցման նորագույն մեթոդներ եւ աշխույժ քննարկումներ են տեղի ունենում, յուրաքանչյուր դասախոս կարողանում է վերցնել իր համար նորույթ եւ իր աշխատանքի ընթացքում կիրառել նոր մեթոդներ, դասավանդումը շարունակաբար պետք է հարստացվի, հետաքրքիր դառնա ուսանողների համար։ Եվ նաև մեր դասախոսները այդ լսումների ժամանակ ներկայացնում են նոր մեթոդներ,
իրենց փորձից ելնելով։ Շատ են կարևորում փոխադարձ դասալսումները, որ կատարվել է նախորդ ուսումնական տարիներին, կիսամյակներին եւ նաեւ այս կիսամյակում կատարելու են փոխադարձ դասալսումներ, նույնպես նպատակը այն է, որպեսզի շարունակաբար բարձրացվի ուսուցման մակարդակը, ուսուցման որակը։ Պարապմունքների ու լարված քննաշրջանների միջև ընկած ժամանակահատվածներում ֆակուլտետում կազմակերպվում են գիտական, գեղարվեստական, հոբելյանական, ճանաչողական, ինտելեկտուալ, բարեգործական միջոցառումներ, ցերեկույթներ ու մրցույթներ։ Ահա այսպես Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում ամեն օր հորդում ու ծավալում է հայագիտությունը, ուղղորդված համաշխարհային լեզուներով ու գրականությամբ։ Եվ գիտելիքների այս օրձանքից ուշին եւ խելացի ուսանողը դուրս է գալիս որպես բարձրակարգ մասնագետ, կիրթ քաղաքացի, որը հասարակության մեջ անպայման իր տեղը կգտնի։